Ժողովուրդ ջան, մեր ընտրարշավը ընթանում է դեպի Արմավիր, բայց այս ժամանակը ես կօգտագործեի, քանի դեռ մենք ճանապարհին ենք, կուզեի օգտագործել պատասխանելու համար Փաշինյանի հայտարարություններին, մեկը մյուսի հետևից հետարքիր հայտարարություններ անում, հիմա օրինակ մեկ էլ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը հոյակապ ջերմ հարաբերություններ ունի Պուտինի հետ, ընդհանրապես Ռուսաստանի հետ եւ անգամ այսպեսի բան ասաց, որ Ռուսաստանը մի մոռացեք, էլի հումոր մի արեք, գերտերություն է, իսկ գերտերությանը պետք է վերաբերվել ակնածանքով, ոչ թե տենց նստել հավասարը հավասարի պես խոսել եւ այլն եւ այլն։ Իհարկե շատ հետաքրքիր է, ակնածանքը իմ կարծիքով մի քիչ անգամ գերտերության համար շատ է, բայց ես համաձայն եմ, որ պետք է գերտերությունների հետ հաշվի նստել, գերտերությունների հետ քաղաքականությունը պետք է շատ հավասարակշռված լինի, հաշվարկված լինի, հարգանք լինի անպայման։ Ուղղակի խնդիրը հետևյալն է, այս Փաշինյանը ինչի է պարզ բանը չէր հասկացել վաղուց։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ անցյալում լրիվ հակառակն է եղել, մասնավորապես երբ որ Ռուսաստանը Ֆրանսիայի ու Ամերիկայի հետ միասին առաջարկեցին 2019 թվականին Արցախյան խնդրի կարգավորման պլան, որով մենք պետք է պահպանենք ընդամենը 5 շրջան տալով մեր վերահսկողությունը ամբողջ Ղարաբաղի վրա եւ Քելբաջարի ու Լաչինի վրա, Նիկոլ Փաշինյանը նույն ակնածանքը չցուցադրեց Ռուսաստանի նկատմամբ, տվյալ դեպքում նաև Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նկատմամբ, եւ արհամարելով այդ առաջարկը ուղղակի պատասխան չտվեց, գնաց Ստեփանակերտ, ասեց Արցախ Հայաստանը եւ վերջ, ինչով քանդեց Ադրբեջանի ագրեսիայի զսպման մեխանիզմը, որը հենց այդ Մինսկի խմբի ներգրավվածություններ բանակցությունների մեջ։ Այդ ժամանակ, չգիտես ինչի, Ռուսաստանի մասին լրիվ այլ արտահայտություններ էին օգտագործում, մասնավորապես Արարատ Միրզոյանը, որ այն ժամանակ ազգային ժողովի նախագահ էր, մեկ էլ հայտարարեց, ստատուս գրեց Facebook-ում, որ մեզ ռուս խաղապահներ պետք չեն, մենք ինքներս ենք մեր խաղապահը։ Կարծես ոնց որ չէին հասկանում, որ գործ ունեն գերտերության հետ։ Չէին հասկանում, որ գերտերության հետ գործ ունեն, երբ որ խախտեցին ըստ էության 2019 թվականի, ներողություն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության սկզբունքները, եթե հիշում եք, այն ժամանակ այդպեսի սիմետրիկ մի հատ բան կար, պլան կար, որը սահմանափակում էր եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությունը, բայց դա ապահովում էր գոնե մեր կապը Ղարաբաղի հետ, Լաչինի միջանցքով եւ այլն եւ այլն։ Այն ժամանակ Փաշինյանը չհարգեց գերտերության կողմից այդ բանակցված խաղաղությունը, որի հետևանքով մենք կորցրեցինք Լեռնային Ղարաբաղը, ու Լաչինը պարզա եւ ի վերջո ինչի ասանք, միևնույնն է պետք է այդ մեր ինքնիշխանությունը սահմանափակենք Մեղրիում, ուղղակի այլ երկրի պատրոնաժի տակ, այլ գերտերության պատրոնաժի տակ։ Հետո ինչ եղավ, հետո եղավ ուրեմն հայտնի Հավաստի աղբյուրի հոդվածը հայկական ժամանակ թերթում, որը բնականաբար բոլորս գիտենք, որ հենց Նիկոլ Փաշինյանն էր հեղինակը եւ այն ժամանակ ինքը փաստորեն հայ ժողովրդին բացատրում էր, որ Ռուսաստանը ըստ էության թշնամական երկիր է, որը ուզում է կլանի Հայաստանը եւ Հայաստանի անկախությունը։ Էլ չեմ խոսում, որ ընդհանրապես ամբողջ պրոպագանդան պետական առավոտվանցիրիկում զբաղված է նրանով, որ պատկերում է Ռուսաստանին որպես թշնամական պետություն, որի նպատակն է մեր անկախությունը ոչնչացնել եւ այլն եւ այլն։ Հիմա այս մարդը չկմեղանում է,
ներկայանում ամբողջ ժողովրդին որպես մեծ դիպլոմատ, որը ակնածանքով է վերաբերվում գերտերությանն Ռուսաստանին, բայց մի հատ բան էլի հասկանալի չի։ Երբ որ պետք էր հաշվի նստել Ռուսաստանի հետ, որպեսզի չունենանք այն բոլոր աղետալի հետևանքները Հայաստանի, Արցախի համար, որոնք եղան, ինքը մոռացել էր, որ Ռուսաստանը գերտերություն է։ Հիմա երբ որ ընտրական պրոցես է եւ նպատակ կա նաեւ շահելու ընտրողներին իր կողմը, հիմա ինքը պետք է ձևանա որպես Ռուսաստանի մեծագույն ընկեր։ Էլի մենք տեսնում ենք, որ գործ ունենք մի մարդու հետ, որը պետական գործիչ չէ, այլ ընդամենը մեծ մանիպուլյատոր, որը օգտագործում է այս դեմագոգիաները, խաբեբայությունը, նաև սուտ այն մասին, որ իբր ինքը ակնածանքով է վերաբերվում Ռուսաստանին որպես գերտերություն, միայն մի նպատակով ընտրվելու։ Հունիսի 7-ին նորից կոչ եմ անում մերժել մեծ խաբեբային, կարելի ասել գերագույն գլխավոր խաբեբային։ Շնորհակալություն։